Բարև ձեզ, հարգելի քաղաքացիներ, հերթական անգամ ավտոլայվի ռեժիմով որոշեցի որոշ մեկնաբանություններ, փաստեր ներկայացնել, քիչ առաջ նկատածս անամոթության վերաբերյալ։ Թիվ 2 քպայականը մեր երկրի Արայիկ Հարությունյանը նկատեցի, որ հայտարարություն է տարածել, որ Հայաստանում խոսքի համար մարդ չեն դատում։ Եվ որպես մարդ, որը որ մի քիչ տեղյակ է այս ամեն ինչից, մտածեցի, որ այսպես օդի մեջ բաներ խոսալու փոխարեն պահի տակ, ըստ հիշողության, թվարկեմ են բոլոր դեպքերը, երբ ուրեմն մարդիկ ոչ թե դատվել են, այլ ազատությունից զրկվել են խոսքի համար, բացառապես խոսքի համար, իրավաբանորեն խոսքի համար, այսինքն շատ դեպքեր կան, որ դե ֆակտո խոսքի համար է, բայց դե յուրե ինչ-որ ուրիշ բաներ են բերում, օրինակ դրա վառ դրսևորումը Արմեն Աշոտյանի դեպքն է, որ բոլորս էլ հասկանում ենք, որ նրան ուզում են լռեցնեին, բայց մեղադրանքները խոսքին չէին վերաբերում, այդ խայտառակ ապօրինի մեղադրանքները այլ բաների էին վերաբերում, ինչ-որ ենթադրյալ գործողությունների, որոնք մենք վստահ ենք, որ տեղի չեն ունեցել եւ դա ապացուցում ենք դատարանում, բայց ֆորմալ առումով մեղադրանքը խոսքը չէ։ Ես կբերեմ կոնկրետ օրինակներ, որի դեպքում որ կոնկրետ խոսքի համար են մարդիկ դատվել։ Ընդ որում նորից ասեմ, չեմ խոսի նույնիսկ ձերբակալման մասին, որտեղ շատ են դեպքեր եղել, որ ձերբակալվել են առավելագույնը 72 ժամ մնացել են անազատության մեջ, հետո ազատ են արձակվել։ Այդ օրինակները անգամ չեմ բերի։ Խոսեմ են դեպքերի մասին, որոնք հանրությանը հայտնի են, իսկ նաև ասեմ, որ լիքը դեպք կա, որ հանրությանը հայտնի չի, երբ անձը կամ խափաման միջոցի է ենթարկվել, կալանքի, բանտային կալանքի տեսքով, կամ ազատազրկման պատժատեսակի է ենթարկվել։ Խոսքի համար, բացառապես խոսքի համար։ Ուրեմն հիշեցնեմ, ժամանակագրությամբ կգամ։ Առաջի անգամ առանձին հանցակազմով որպես 2021 թվականի հոկտեմբերին ծանր վիրավորանքը նախատեսվեց առանց ազատազրկման որևէ տարբերակի, առանց ազատազրկում պատժատեսակի եւ այն ժամանակվա եվրոպացիների ասածը էր, որ դե հա որոշ դեպքերում կարելի է խոսքի համար անձին պատասխանատվության ենթարկել, բայց անազատությունից զրկել չի կարելի։ Եվ մոտավորապես 10 ամիս տևեց այս ուրեմն օրենքի գործողությունը, ծանր վիրավորանքի օրենքի 2021 թվականի, եթե չեմ սխալվում, հոկտեմբերից մինչև 22 թվականի հունիսի վերջը։ Եվ երբ պարզվեց, որ այս օրենքը բացառապես կիրառվում է քաղաքական հակառակորդների դեմ, այդտեղ իրականում եվրոպացիները այսպես ձայն բարձրացրեցին եւ կարծում եմ իրանց գործուն միջամտությամբ այս օրենքը ուժը կորցրեց։ Եվ առաջի հայացքից թվում էր, թե ոնց որ պրծանք մենք խոսքի համար պատասխանատվությունից։ Ես մի դեպք եմ հիշում, որ անձին ազատությունից զրկած լինեն, դա Նարեկ Սամսոնյանն էր, այս հոդվածով, երբ նրան շատ վատ ձևով ձերբակալեցին, բայց դատարանը ձերբակալումը համարեց ոչ իրավաչափ։ Նա ընդհանուր առմամբ մոտ 70 ժամ, 68-70 ժամ անցկացրեց ԶՊՎ-ում եւ դատարանի որոշմամբ ազատ արձակվեց։ Այսինքն անգամ այս հոդվածով է եղել մարդ, որը որ թեկուզ կարճ, բայց ազատությունից զրկված է եղել, Նարեկ Սամսոնյանը։ Բայց ես կանդրադառնամ մյուս դեպքերին։ Ինչ արեց իշխանությունը դրանից հետո, ասեց դե լավ, դե չեք ուզում այս հոդվածով, ուրիշ հոդվածներով մարդկանց խոսքի համար ազատությունից կզրկենք եւ սկսեց խայտառակ ձևով չարաշահել քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներ եւ կոնկրետ մարդկանց արդեն կալանավորել եւ առաջի հերթին կալանավորել եւ նաեւ դատապարտել։ Առաջին օրինակ լուսահոգի Արմեն Գրիգորյան։ Արմեն Գրիգորյանը ձերբակալվեց վատ ձևով նկարահանմամբ, ցույց տվեցին նրան, այսպես տորացնելով տանում էին ոստիկանություն, թե որտեղ այդ կադրերը համացանցում են կարող եք տեսնել։ 2022 թվականի մայիս ամսին։ Նա կալանավորված մնաց 59 օր եւ հիշում եք առաջի դատական նիստին ինչ ողբերգություն տեղի ունեցավ։ Նրան ազատությունից զրկել էին բացառապես խոսքի համար,
եւ հոդվածն էլ այսպես կոչված թշնամանք տարածելն էր եւ խայտարակ կիրառում էր այդ հոդվածի, որտեղ այդ ժամանակվա օրենքով քաղաքական հիմքով ենթադրաբար թշնամանք տարածելը որևէ կերպ պատասխանատվության ենթակա չէր եւ դրա համար անունը դրել են իբր թե գյումրեցիների նկատմամբ մի խայտարակություն, քանի որ բանը այսպես գյումրեցիների գործոն այստեղ ակնհայտ էր, որ չկար։ Հրապարակային էր, ամեն ինչ դուք ձեր հետևությունները կարող եք անել։ Ինքը գյումրեցի էր Արմենը եւ մի շարք այլ ապացույցներով, որ մենք ներկայացրել ենք, ուրեմն նա ընդհակառակը գովում էր էլի քաղաքական պատճառներով գյումրեցիներին։ Առաջին դեպքը ուրեմն Արմեն Գրիգորյան, բացառապես խոսք արտահայտելու համար։ Երկրորդ դեպքը ուրեմն որը որ հիշում եմ այս պահին, Նարեկ Մալյանը։ Նարեկ Մալյանը 1 տարի անցկացրեց Ճավերի հետևում նույն հոդվածով 2023 թվականի սեպտեմբերից մինչև 2024 թվականի սեպտեմբերը։ Նույն հոդվածով, բայց այս անգամ արդեն հոդվածը փոխված էր, ընդարձակված էր, նաև քաղաքական խոսքի բաղադրիչը այստեղ կար եւ նրան հենց քաղաքական հիմքով այսպես անհանդուրժողականություն թշնամանք տարածելու համար ազատազրկեցին, էլի բացառապես խոսքի համար էլի համարում ենք ոչ իրավաչափ։ 1 տարի անցկացրեց անազատության մեջ։ Սա մեր երկրորդ օրինակն էր։ Երրորդ օրինակը, երրորդ օրինակը երկու հոգու է վերաբերում, Նարեկ Սամսոնյան, Վազգեն Սաղաթելյան։ 2 ամիս կալանավորվեցին, էլի բացառապես խոսքի համար, մասնավորապես իրենց եթերում Իմնեմնիմի եթերում ենթադրաբար հայհոյանքներ հնչեցնելու համար, իդեպ մենք ԱԱՑ-ի շենքի մոտ ենք, Նալբանդյանով իջնում ենք, парքը շատ Տեր Աստված, ԱԱՑ-ի շենքում այս պահին երևի ավելի շատ հոգևորական կա փակի տակ, քան ուրիշ տեղեր, դրա համար մենք լրիվ իրավունք ունենք, երևի նաև պարտավոր ենք խաչակնկվել Պարքը շատ Տեր Աստված։ Շարունակենք։ Նարեկ Սամսոնյան, Վազգեն Սաղաթելյան։ Իրենց եթերում Իմնեմնիմիի եթերում ուրեմն խոսք հնչեցնելու համար 24 թվականի մարտից մինչև մայիս ամիսները, եթե չեմ սխալվում, 2 ամիս, երկուսն էլ տղաները, երկուսն էլ խուլիգանության հոդվածով անազատության մեջ էին։ Ուրեմն դատական վարույթը, որ սկսվեց դատարանի որոշմամբ խափանման միջոցը փոխվեց, հետո դատարանը կայացրեց մեղադրական դատավճիռ, հետո բողոքարկվեց դատախազության կողմից, հիմա վերադարձ դատարաններում է գտնվում, վարույթը դեռ չի ավարտվել։ Հաջորդ օրինակը, արդեն գանք դեպի հնարավորինս մեր օրը։ Նորից ասեմ, ոչ բոլորն եմ հիշում, եմ ասում, ինչ որ հիշում եմ, ահիտակցուտ։ 4-րդ օրինակը, էլի, քանի որ նաև ԱԱՑ-ի մոտ ենք, այստեղ է շենքում գտնվող Միքայել Սրբազանի օրինակը։ Դե այդ օրինակը արդեն տենց շատ խոսելու կարիք էլ չկա, մարդը խոսքեր արտահայտել, կարծիքեր արտահայտել, մի անգամ քննել էին, ասել են այստեղ անցական չկա, հետո նույն կարծիքի վրա հղում կատարելը դիտեցին արդեն, որ չէ, անցակազմ կա, շատ են խոսել դրա մասին, եղավ շատ արագ դատավարություն, եղավ մեղադրական դատավճիռ, մարդը դատապարտվել է Գերաշնորհ Միքայել Սրբազանը դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման առաջի հայցանի դատարանի կողմից, առջևում դեռ վերաքննիչ վճռաբեկ ացյանները կային։ Սա որպես 4-րդ օրինակ դիտենք։ Նույն օրերին նաև քաղաքական գործիչ ուրեմն Ռուբիկ Հակոբյանը ձերբակալվեց ըստ էության նույն հոդվածով, ինչպես Միքայել Սրբազանի դեպքում, այնպես էլ Ռուբիկ Հակոբյանի դեպքում խոսքը վերաբերում էր ուրեմն իշխանությունը բռնությամբ զավթելու կոչված հոդվածին, որը որ մոտարապես 10 քանի օր, մոտ 20 օր մնաց կալանքի տակ, գործը փոխանցվեց դատարանը առաջի դատական նիստին փոխեց խափանման միջոցը, հիմա գտնվում է ազատության մեջ, վարույթը դեռ շարունակվում է, էլի մոտ 18 օր մարդը մնաց անազատության մեջ։ Սամվել Կարապետյան, բացառապես խոսքի համար մարդը ազատությունից զրկվեց, այդ մեր ձևակերպման համար ազատությունից զրկվեց, Միքայել Սրբազանը 4-րդ օրինակն էր, ուրեմն Ռուբիկ Հակոբյանը 5-րդ, արդեն 6-րդ օրինակն է, որից հետո նրան
ազատությունից զրկեցին, կալանավորեցին, բանտային կալանք, փորձեցին նոր մեղադրանքներ ավելացնել, դատարանը այդ նոր մեղադրանքներով անգամ հիմնավոր կասկած չհաստատեց հետագա փուլերում, որում երկու տարբեր դատարաններ, երկու տարբեր մեղադրանքներ, եւ այս պահին ըստ էության Սամվել Կարապետյանը, բարերար Սամվել Կարապետյանը անազատության մեջ է էլի նույն շենքում ԱԱԾ-ի պատվալում բացառապես խոսքի համար, այդ մեր ձևով ձևակերպման համար։ Այն մյուս հանցակազմերը, որ հետո դրեցին նրա վրա, մասնավորապես փողերի լվացում, հարկերից խուսափում, դատարանը անգամ այն պայմաններում, երբ որ մենք մեղմ ասած վստահ չենք դատարանի ուրեմն անկախության մեջ, անգամ այդ դատարանները հիմնավոր կասկած այդ մեղադրանքներով չտեսան։ Հետևաբար Սամվել Կարապետյանը նույնպես շարունակում է արդեն 5-րդ ամիսն է անազատության մեջ պահվել բացառապես խոսքի համար։ Միքայել Սրբազանն էլ կարծեմ այս օրերին լրանում է արդեն 4-րդ ամիսը, ինչ անազատության մեջ է գտնվում։ 7-րդ օրինակը Ալեքսանդր Կոչուբաևի օրինակը, այս պահին հիշեցի, փաստաբան 3 ազատ արձակվեց, 12-13 օր մնաց անազատության մեջ, հայտարարակ ձևով ձերբակալվեց, կալանավորվեց, բացառապես խոսքի համար, մասնավորապես Facebook-ում գրառում կատարելու համար։ Բոլորիս աչքի առաջ։ Էլ ինչ օրինակներ հիշեմ այս պահին, 8-րդ օրինակը ես կհիշեմ ուրեմն Լոռու մարզից Սարգիս Մելքոնյանին, որը որ բռնության կոչի համար, սովորական քաղաքացի էր, ես բարձրաձայնեցի նրա մասին, բռնության կոչի համար դատապարտվեց 2 ամիս ժամկետով ազատազրկման, ինձ դիմել էր արդեն առաջի հայցանի դատարանի դատավճռից հետո, ես օգնեցի, բողոքարկեց, վերաքննիչ վճռաբեկ, բայց ինչպես եւ իրեն էի ասել, դա ավելի շուտ ժամանակ շահելու միջոց է, որովհետեւ շանս առանձնապես չկար, որ փոխվեր դատարանի դատականակը, չփոխվեց, անփոփոխ մնաց, եկան օգոստոսին փաստացի ազատությունից զրկեցին, այս 2 օրը պետքա որ արդեն դուրս գա, եթե արդեն դուրս չի եկել, իմ հիշելով էլի այս օրերն էր, կարծեմ կարող է նույնիսկ դուրս եկած լինի, մի հատ լավ հիշեցի կճշտեմ։ 8-րդը սովորական քաղաքացի Սամվել Մելքոնյան, պատերազմի մասնակից, մարդ, որը որ դատվում էր բռնության կոչի համար։ Տեսեք, ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ում այս թվարկման մեջ գուցե մոռացել են, որտեղ շատ արագ պահի կարդացի եւ ուղիղ եթեր մտա, բայց վստահեցնում եմ, որ շատ ավելի շատ է։ Պահի տակ միանգամից ես բերեցի 8 օրինակ։ 8 օրինակ կոնկրետ խոսքի համար մարդկանց ազատությունից զրկել են, ընդ որում 3 օրից ավել, այսինքն կալանավորել են առնվազն։ Ձերբակալելով լիներ շատ ավելի շատ կլիներ։ Հետևաբար այդ ուղղակի անամոթությունից բացի ուրիշ բան ասել չեմ կարող։ Ընդ որում, այսպես կոչված այդ որ շետ նախկիններ շատ հին ժամանակներ գնալ չեմ կարող, այն ժամանակ այդպես ծանոթ չեմ պրակտիկային, բայց մի բան վստահ եմ եւ վստահեցնում եմ։ Ուրեմն Եվրոպայի խորհրդին անդամակցելուց հետո 2000, չեմ սխալվում, 3 թվականից այդպես դեպք չի եղել, որ անձին խոսքի համար ազատությունից զրկել։ 15 տարի առնվազն նման դեպք չի եղել։ Իսկ այս վերջի 7 տարվա մեջ արդեն բերեցի քանի օրինակ, երբ ամիսներով կամ տարիներով մարդուն ազատությունից զրկել են ֆորմալ առումով խոսքի համար, ֆորմալ առումով։ Այն որ այնպես չի էլի, որ ուրիշներն էլ կան, որ խոսքի համար են ազատությունից զրկել, բայց ուրիշ բան են ձևակերպել։ Բայց այս մարդկանց ֆորմալ առումով խոսքի համար են ազատությունից զրկել, կալանավորել կամ դատապարտել ազատազրկման։ Այսքանն էի ուզում ասել, շնորհակալություն, հաջողություն։